Ընդամենը 2 օր առաջին զանգարեց ոստիկանը եւ ասաց, որ Ռոնալդոին առևանգել են, եւ ես փորձում էի պարզել, թե ով է առևանգողը այս 5-ից, բայց այդ դեպքից անցավ ընդամենը 1 օր եւ ոստիկանը զանգարեց ինձ եւ ասաց, որ այս անգամ էլ Ռոնալդոին սպանել են, պատկերացնում եք։ Դե ինչ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ եւ ականատես կլինեք այդ երկու անձագործություններին։ Գնացինք։ Այն ոստիկան առևանգել է Ռոնալդոին, լավ ուղղակի իրենց տնտեսացիների ձայնագրություններում ես կպարզեմ, թե ով է առևանգողը։ Լավ։ Ահա ոստիկանը ուղարկեց Ռոնալդոյի տան բանկի տեսագրությունը։ Так, միացնենք։ Օ, սա ուղղակի Ռոնալդոյի տան բանկն է։ Հին առևանգողը։ Կարծես թե նա տեսավ Ռոնալդոյի թիկնապահին։ Մոտենում է թիկնապահին։ Ինչ։ Թիկնապահը ուղղակի խնձոր էր գցեց ու դրանից վախեցավ առևանգողը։ Ես ինչ վախ կտա։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Ուրեմն ոստիկան այդ 5-ին մցրու շարիկի մեջ ու վերևից նրանց վրա քիչ տարբեր ինչ-որ ծանր իրեր, ովքեր վախեցան, ուրեմն նրանք կասկածվում են։ Լավ, ես հետևում եմ քեզ։ Ձեզ թաքուն ասեմ, որ այս բոլոր իրերը պատրաստված են պենոպլաստից ու ընդհանրապես ծանր չեն։ Ուղղակի մեզ պետք է որ այդ 5-ը իմանան, որ իբր թե ծանր է, որ վախենան։ Դե ինչ գնացինք։ Գցեց։ Так։ Օ, այս դրան վախեցավ։ Ինքը հələ որ կասկածվում է, քանի որ առևանգողն էր վախեցավ։ Հաջորդ ռաունդը։ Так, գցումա։ Օ, այս պատումներով մարդը վախեցավ։ Կասկածվում է էլի։ Հաջորդ իրը։ Օրո այս ինչ են պատրաստել։ Հիմա էլ այս չաղն էր վախեցավ։ Մնացին 2 հոգի։ Ժզիկ, այս տղեն վախեցավ, աղջիկը չվախեցավ, պատկերացնում եք։ Պարզ է ինձ ամեն ինչ։ Ոստիկան, ուրեմն աղջկան բաց ես թողնում, ինքը չի կասկածվում։ Լավ։ Հաջորդ տեսագրությունը։ Օ, նա գնում է։ Հանդիպես թիկնապահին։ Կռվում են նրանք։ Օ, ինչ ու դորրեր, ինքով սեղանը ջարդվող։ Այսօր է գնում թիկնապահը, երևի գնում է Ռոնալդոն աղնի տնից։ Արա վազելուց ընկավ գետնին ուշքը գնաց։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Ոստիկան, ուրեմն մի հատ շատ ուժեղ մարդու ես բերում ու թող այդ 4-ի հետ կռվի այդ մարդը։ Ով հաղթեց այդ մարդուն, ուրեմն ինքը չի կասկածվում։ Լավ։ Ով ես ոստիկում ինչ ուժեղ մարդու է գտել։ Ուրեմն առաջինը ես մի հատ տղեն է գնում։ Ջարդեց գլուխս, ինչ է ուղից։ Հիմա ես չաղն է գնում, չաղի վրան ես ունեմ կասկածներ, որ կարող է ինքը հաղթի այս մարդուն։ Չի կարում գրկի այս չաղին շատ տաներ է։ Չկորցավ գրկի, բայց խփեց նակով դարեց։ Ես մի հալ գադում գրկել է։ Օրում սիշտ չէ, գցեց գրկի։ Ֆրոցես տատներով մարդը տվեց բերին։ Իսկ ինչ դորր։ Ոստիկան, ուրեմն այս տատուներով մարդը չի կասկածվում, իրան բաց թող։ Հələ ոնց է ուրախացել տատուներով մարդը, հələ մի րոպե։ Ալո։ Ոստիկան, այս տատուներով մարդուն բաց մի թող ինքը շատ է ուրախացել, բայց չգիտի, որ ինքը ռոզիսկի մեջ է։ Ինքը այդտեղ գալուց առաջ լիքը անցանքներ է գործել, եթե նրան տարիք հագիկ։ Լավ։ Հաջորդ վիդեոն։
Տապ ես ուրա գնում։ Ու նա տեսավ, որ տեսախցիկը նկարում է իրան։ Իսկ ինչ ուժեղ պրիցել ունի, կերակես չարդ ես տեսախցիկը։ Լավ, պարզ է ամեն ինչ։ Ալո, ոստիկան հիմա նայի, փուչիկներ ես դնում ու իրանք պետք է հերթով կրակեն այդ փուչիկներին։ Ու ով ամենաշատ փուչիկը պայթացրեց, ինքը կասկածվում է։ Բայց քանի որ մեզ պետք է որ իրենք հատուկ փուստ չտան ու տրամադրված կրակեն փուչիկներին, այդ դրա համար փուչիկների կողքին դիր իրենց համար շատ կարևոր բան, որպեսզի իրենք ուզենան փուչիկին գտնեն, այլ ոչ թե փուստ տան։ Լավ։ Գնաց։ Օ, այս տղու ավտոյի վրան է դրել փուչիկները, մոլոդեց, ոստիկան լավ է մտածել է։ Կրակում է։ Ու կպավ ավտոյին։ Երկրորդն է ծուր կրակեց էլի կպավ ավտոյին։ Չի շատ թանկ է նստելու այդ տղու վրան, Ռեմոնտը։ 3-ից 0 հատ։ Ընդհանրապես կասկածելի չի։ Առևանգողը բոլոր պատրոնները կպավ ուղիղ տեսախցիկին, իսկ ինքը ոչ մի հատ չկպավ փուչիկին։ Հաջորդ մարդը, այս չաղն է հիմա։ Իրան էլ ուտելիքներն է բերել դրել, քանի որ իր համար ամենակարևոր բանը ուտելիքներն է։ Ու կպավ ուտելիքներին, երկրորդը։ Կպավ իր կնոջ նկարին։ Էլի 3-ից 0 հատ։ Հիմա այս տղեն է։ Հուսով եմ ինքը կգտնի ու կկասկածվի։ Էլի սաղ փուստ է տվեց։ Լավ, հետաքրքիր է։ Ոստիկան, այս անգամ ոչ մեկ չի գնում տուն, քանի որ ոչ մեկ չկպավ փուչիկին։ Հաջորդ վիդեոն ենք նայել։ Լավ։ Օ, առևանգողը մտավ Ռոնալդոյի սենյակ։ Ռոնալդոն քնած է։ Էդ ինչ է իր ձեռքում։ Օ, Ռոնալդոին քնացրեց։ Օ, նա տանում է Ռոնալդոին։ Օ, լազերներով սենյակը հաստատ չի կարող անցնի առևանգողը։ Օ, լավն է անցնում է Ռոնալդոին է կերկոց։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Ալո, ոստիկան, քանի որ առևանգողը ծանր Ռոնալդոին կերկոց անցավ այդ լազերների միջով, հիմա դու մի հատ այնց առաջադրանք ես կազմակերպում, որ այդ դրանք հերթով ինչ որ ծանր բան կերկած, պետք է անցնեն էլի տենց ինչ որ բարդ ճանապարհ։ Ով առաջինը անցավ, ինքը կասկածվում է։ Լավ։ Так, նայում ենք։ Օ, այծիկների ա տվել որ գրկեն, որտեղ Ռոնալդոին համեմատում են այծերի հետ։ Так։ Օ, այս չաղը առաջինն է անցնում, ոնց որ չէ։ Օ, էլի չաղը ամենաառաջինն անցավ, որ ինչ գոլ խփեց էլը։ Օ, երկրորդն էլ էստեղ են անցավ։ Երրորդը փոս տվեց։ Պարզ ամեն ինչ։ Ալո, ոստիկան բաց թողեց երրորդ տղուն։ Լավ։ Մնացին երկուսով, տեսնես ես սենց ծապ առևանգողը։ Դիտենք հաջորդ վիդեոն։ Օ, նա տանում է Ռոնալդոին։ Ոտը մտավ թակարդի մեջ, կլեով կպել է։ Օ, կլեն տենց կպած գնում է։ Տանակ էր անեց։ Խոզատեց իրան։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Ալո, ոստիկան, ուրեմն դրանք պիտի կլեի միջով անցնեն, ով անցավ կասկածվում է։ Լավ, լսի, բայց այն տատուներով մարդուն է բեր, ես նոր հասկացա, որ ինքը խարդախություն է արել, քանի որ հատուկ ձեռնոց էր հագել, դրա համար կարողացավ հաղթի այն մարդուն։
ու նորվա տղուն է բեր, թող անցնի, ես մի քիչ իրան կասկածում եմ ուներ։ Լավ։ Նայում ենք։ Так, ես տղեն առաջին է գնում։ Ինգով կլեի մեջ։ Պարտվա, հիմա չաղնա։ Էլինգով։ Բայց ոնց որ ուզում է դուրս գա։ Հա չէ։ Հիմա ես մյուս տղենա։ Օրելի կպովկել էին։ Այս պատումներով մարդն է, որ էլին հետ է եկել։ Օրեսիշ ձև ոնցով, օպշոտ եմ, նա ինձ թվում է զանգելու կարիք չկա, կհասկանա, որ պետք է այս մարդուն բաց թողի։ Հաջորդ վիդեոն նայենք։ Տոք դրեց ավտոն Ռոնալդոին։ Ավտոն չի աշխատում, ոնց որ թե չի կարում տանի։ Մենակ չասես, որ ավտոն քաշելով է տանելու։ Ոնց։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Ոստիկան նրանք պետք է ավտո քաշեն ու ով առաջինը հասավ ֆինիշին, նա կասկածվում է։ Լավ։ Так, նայում ենք։ Ու ինչ հավասար ենք հոշում։ Լով եք հոշում ենք ես ծոներ ավտոն։ Հավասար ասան ֆինիշին, մեզ կերկնություն է պետք։ Լրիվ հավասար էր։ Ոստիկան ոչ մեկ դուրս չի գալիս, քանի որ երկուսը հավասար էին։ Մյուս զապիսն ենք նայում։ Լավ։ Так, միացրիք։ Ես ինչ չեն միացնում։ Ալո, ոչ եք միացնում։ Ոնց թե ջնջվել է զապիսները։ Լավ, ուրեմն այդ երկուսին տար ու ճշմարտության ապարատ կպցրել նրանց ու հարցեր, ու ուտես պարզի թե իրանցից ով է առևանգողը։ Լավ։ Ինչպես տեսակ զապիսների կեսը ջնջել էր առևանգողը։ Մոռացա քեզ ասեմ ինչ հարցեր պետք է տաս։ Ուրեմն, չաղին հարցրու, արդյոք ինքը Մեսսիին ամենալավ ֆուտբոլիստն է համարում։ Ասաց հա։ Ու ճիշտ է։ Մեսսին է սիրում, կարող է ինքն է։ Լավ։ Հիմա այն մյուս տղուն հարցրա թե արդյոք ինքը Ռոնալդոյի ամենամեծ ֆանատն է։ Ասաց հա։ Օ, սուպեր ասում։ Ոսկոցելի է։ Հիմա չաղին հարցրա ինքը կապ ունի Ռոնալդոյի առևանգման հետ։ Ասաց որ չէ։ Օ, ճիշտ է, ինքը կապ չունի։ Հիմա այս տղեն է, դե պարզ է, թե չաղը չի ունեմ, այս տղեն պետք է որ լինի։ Հիմա այս տղուն հարցրա։ Օ, ասաց չէ, ինքն էլ կապ չունի։ Սուտ է, ինքն է առևանգողը, հենց հիմա դրան տարեք գցեք բերդ թփտի։ Լավ։ Օ, այս չաղախիա գնաց է ոստիկանի մոտ։ Ինչ ձայն է ավտոյի բագաժնիկից։ Հլը բաց։ Ռոնալդոն։ Ինչ ոստիկաններ փոխցրել։ Ալո, ոստիկանին տարեք են տղուն բաց թողեք։ Լավ։ Ռոնալդոն արդեն ապահով է։ Ես մտածում էի, թե ամեն ինչ նորմալ է, բայց անցավ ընդամենը 1 օր եւ ինձ կրկին զանգեց ոստիկանը եւ ասաց, որ Ռոնալդոին սպանել են, պատկերացնում եք, դե եկեք բարձենք այս անգամ էլ թե ով է մեր սիրելի ֆուտբոլիստին սպանել։ Գնացինք։
Հասմիտ, ոսպես սպանել Ռոնալդոին։ Հենց հիմա ուղղակի բոլոր փաստերը ես բացահայտեմ թե ով է սպանել Ռոնալդոին։ Հենց հիմա, լավ։ Ահա, Ստիվը ուղարկեց վիդեոն, ինքը պատասխանեց ինչ վիդեո է։ Ռոնալդոյի տան տեսախցիկների վիդեոն է։ Նայում ենք։ Այս 6 հոգուց մեկն է Ռոնալդոյի սպանել։ Օրվա վերջում մենք անպայման կպարզենք թե ով է սպանել Ռոնալդոյին։ Ուրեմն դիտում ենք առաջին տեսանյութ։ Օ, Ռոնալդոն ուղղակի ֆուտբոլ է խաղում իր բակում, ոչ մի տարօրինակ բան։ Լավ էլ գոլ է ախփում։ Այս վերջինը փուստ տվեց։ Հենա մարդասպանը։ Սպասում է ավտոմեքենայի հետևում, որ սպանի Ռոնալդոյին։ Այդ ինչու մարդասպանի ձեռքում։ Շատ տարօրինակ պուտ է։ Օ, Ռոնալդոյի ձեռքից գնդակը գլորվեց։ Ռոնալդո գնա վերցրու գնդակը։ Так. Ռոնալդոն մազով քրկվեց այդ գնդակն էր քրկես Ռոնալդոյին։ Օ, մարդասպանը փախնում է մեքենայում, Ռոնալդո վազի։ Որից ինչ ուժեղա քշում ես մարդասպանը օգնում։ Շոկնով է քշում։ Լավ, ինձ այսքանով ամեն ինչ պարզ է։ Ստիվ, հենց հիմա մի հատ առաջադրանք ես կազմակերպում ու իրանք ես 6 հոգով պետքա հերթով քշեն մեքենան ու անցնեն մի հատ մանիկեն տեղտիր, որ կողքով անցնեն ու ով ավելի արագ ու հստակ արեց ու մանիկենը ինչ գցեց ավտոյի տակ, ուրեմն իրա կողքը պլյուս դիր, ինքը մեր մոտ ամենակասկածելին է։ Դե, ես հետևում եմ քեզ, գնացինք։ Так, ուրեմն նայում ենք թե ով կանցնի առաջադրանքը։ Գնացինք։ Ես լսել եմ, որ այս դաջվածքները մարդասպան է աշխատում։ Այս խիղճ տատից թե ինչ գործ ունի։ Տատին է սրա Ռոնալդոյին։ Առաջինը չաղն է սկսում։ Դե, օրո ինչ հորես տվեց սաղ ծխեց ավտոն։ Հաջորդը էստեղ են է։ Ուրեմն գնաց։ Ինչ կրի այնում է գնում։ Շատ դանդաղագում է։ Անցավ առաջադրանքը, բայց ահավոր դանդաղ էր գնաց, մարդասպանը շատ արագ էր անցավ։ Հələ ոչ չէ։ Հիմա այս Ռիկոն է, դու ես գնա։ Օջա, ինչ արագ էր անցավ։ Հələ որ ամենակասկածելին էս է, որտեղ մարդասպանը ես նույն արագությամբ ու ես նույն տառպությամբ էր անցավ։ Մայք, հիմա քվերտնա։ Դե, տեսնենք։ Չէ, ինչ չէ, ես էլ չի ասում։ Ուրեմն տատիի հետն է, ուղղակի ժամանն եմ, տատին ավտո քշել դիտի։ Տատի ծխեց ինչ կար։ Ես գիտի որ տատին հետ չունի։ Հիմա այս վերջի տղեն է։ Так. Օ, որ վստահ հասկսել, ջարդեց մանիկենին։ Իմ համար ամեն ինչ պարզ է։ Ալո Ստիվ, ամենակասկածելին տեից հենա Ռիկոն է։ Այդ դրան ուշադիր ես լինում, ինձ թվում է այդ դիա սպանել Ռոնալդոյին։ Так, ուրեմն Ռոնալդոն անցավ ներս։ Օ, մարդասպանն էլ է հետևից գալիս, չէ։ Մարդասպանն էլ անցավ։ Так, Ռոնալդոն չի տեսել, որ մարդասպանը մտել է տուն։ Թուրը վերցրեց մարդասպանը, նույնակ թերով։ Չէ։ Այո, կռացավ Ռոնալդոն, բայց շփեց լուստրան քչեց գետին։ Ինչ լարված է։ Լավ, ստոպ։ Ալո, Ստիվ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Հաջորդ առաջադրանքը իրանք հերթով պետքա ծմերուկները թրով կիսել։ Ում ամենալավը կիսեց ծմերուկները, ուրեմն ինքը կասկածելի է, որովհետև մարդ պետք է շատ ուժ ունենա, որ կարողանա այդ լուստրան կտրի։ Սկսի։ Ուրեմն առաջինը սկսում է այստեղ են գնացինք նայում ենք։ Օ, 3-ից 2 հատը կիսեց։ Կասկածելի է։ Հիմա այս մյուս տղեն է։ Առաջինը փուստվեց, հաջորդ երկուսը կիսեց։
Մոյս վախենալու մարդն է։ Ոք, ինչ թվում ես երեքն էլ կիսի սեղանն էլ է տկիսի։ Երեքն էլ իդեալական կիս է, շատ նման է մարդասպանին։ Ես չաղել լրիվ փուստեր կվեց։ Հիմա չաղից պրծանք, հիմա նիհարի երդնան։ Так, ինչ չեր արեց։ Ես ինչ թույլի կա։ Լավ, ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ալը, Ստիվ, այն չաղին բաց թող գնա, ինքը չի կասկածվում։ Իսկ ամենակասկածելին այն մարդասպանին ահավոր նման ու ես մարդն է։ Լավ։ Так, շարունակում ենք։ Մինոպ է, ես Ռիկոյի հակում ես ինչ շոր է։ Արով ենք նա մարդասպանը։ Եղորկ է շորն է հակում։ Լավ, հետաքրքիր է, առանձնակի ուշադրությամբ հետևում ես սրան։ Հաջորդ տեսագրությունն ենք, գնացինք։ Օ, Ռոնալդոն արձակվեց մարդասպանի վրա։ Գցեց։ Օ, բռնվեց մարդասպանը։ Իսկ երկար է բռնված մնում։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է, գնում ենք առաջ։ Ստիվ, իմ համար ամեն ինչ պարզ է, քանի որ մարդասպանը շատ երկար եւ ամուր բռնված էր, դրա համար այդ կասկածյալները հերթով նստում են էլեկտրական ձիուկի վրա ու ով ամենաերկարը մնաց վրան ձիուկի ու ամենաուշը ընկավ, ինքը ամենակասկածյալն է։ Լավ, ուրեմն առաջինը մեր այս պայդրությամբ ամենակասկածյալ այս ով մարդն է, գնացինք։ Ուրա նովել բռնվում է, շատ կասկածելի է, մարդասպանն էլ սենց երկար էր մնաց բռնված։ Ու 18 վայրկյան բռնված մնաց։ Հիմա այս երկար մազերով տղան է։ Ու, ես հիմա շատ լավ բռնվում։ Դե։ Իմ տավարի ռեկորդը անցավ 19 վայրկյան, ես ավելի կասկածելի է, տող։ Հիմա այս հաջորդ տղան է։ Ես շտարունակ ձև է բռնվել։ Ընդամենը 12 վայրկյան, անկասկած ինքը չի։ Հիմա Ռիկոն է։ 2 վայրկյան ընդամենը հաստատ ինքը չի։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է, ուր է երրորդս։ Ստիվ, ուրեմն ամենակասկածելին են երկար մազերով տղին է, որ 19 վայրկյան մնաց։ Իսկ Ռիկոյին բաց թող գնա, հաստատ ինքը չի, 2 վայրկյան ընդամենը բռնվեց։ Դիտում ենք հաջորդ տեսագրությունը, գնացինք։ Օ, այդքան երկար բռնվելուց հետո բարձրացավ վերև։ Օ, մտան Ռոնալդոյի մարզվելու սենյակը։ Գնդակով խփում է Ռոնալդոյին։ 3 անգամ խփեց, 3 անգամն էլ կպավ ուղիղ գլխին։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Ուրեմն Ստիվ, հաջորդ առաջադրանքը։ Դու սենց կլոր բաներ ես դնում ու նրանք պետք է հերթով կացիններ շպրտեն։ Ով 3 փորձից ամենաշատը կպավ հենց այդ կլորի մեջտեղին, ինքը կասկածյալն է։ Ուրեմն, այս տղեն առաջինը։ Առաջինը շպրտեց, օ, ինչ լավ խփեց։ Երկրորդն էլ կպավ։ Առանց նայելու է շպրտում երրորդը։ Առանց նայել մեկը կպավ։ Հիմա այս տավար մարդն է։ Ինձ թվում է 3-ից 3 խփելու է։ Ես ճիշտ էի, 3-ից 3 էլի խփեց։ Հիմա այս նիհար յադեն է, ինչ չթվում է ես խփի։ Առաջինը post, երկրորդը post, երրորդն էլ, տեսեք որ ասում էի, ուրեմն Ստիվ, բաց թողես նիհար տղուն հաստատ ինքը չի, իսկ ամենակասկածելին այն երկար մազերով տղն է։ Լավ։ Դիտում ենք հաջորդ տեսագրությունը։
Օ, Ռոնալդոն հակվել է սենյակում ու մարդասպան չի կարողանում բացի դուռը։ Ռոնալդոյի մոտ հեռախոս կա, զանգի ոստիկանություն հենց հիմա Ռոնալդո։ Օ, ոստիկանը արդեն ստեղ է։ Շատ լավ, այսա կձերբակալի մարդասպանին։ Ինչ? Մարդասպանն ու ոստիկանը ծանոթ են։ Նրանք ուզում են խաբեն Ռոնալդոյին։ Ռոնալդոն դուրս եկավ ու բռնեցին նրան։ Չէ, Ստիվ, հələ մի անջատի վիդեոն, ես ուզում եմ մինչև վերջ նայեմ։ Մի անջատի։ Օ, ուզում եմ մարդասպանը իր դեմքը բացի։ Հիմա մենք բոլորով կիմանանք ով է մարդասպանը։ Հենց հիմա ստոպ տուր վիդեոն իջի կոմենտների բաժնում ու գրի թե ըստ քեզ ով է մարդասպանը։ Так։ Ոնց Ստիվ, դու ես մարդասպանը, դու ես սպանել Ռոնալդոյին։ Սպասում եմ։ Ստիվը ասաց, որ հենց հիմա ինքը բացատրություն կտա։ Ինչ? Ես իսկական Ռոնալդոն չէ։ Ստիվ, մի հատ կարա բացատրես տեղ ինչա կատարվում։ Հասկացա, լավ։ Ստիվը ինձ ասաց, որ ինքը այս ամենը կազմակերպել էր նրա համար, որ այս վիդեոն ուղարկեր Մեսսին, ու Մեսսին իմանար, որ ինքը ամենալավն է, քանի որ Ստիվը Մեսսին է սիրում։